Անպտղությունից դեպի պտղաբերություն, հալելույա, լինում է սեզոններ, այո, մեր կյանքում, որ զգում ենք, որ մի բան պակաս է մեր կյանքում, Տեր, մենք ուզում ենք, որ թարմություն բերես մեր կյանքի մեջ, չէ, գիտեք, այնպես չի, որ ամեն անգամ թարմություն է մեր կյանքում, մենք ուղղակի ամեն անգամ զորավոր ենք, ամեն անգամ մենք ունենք մեր կյանքում թուլություններ, տկարություններ, այս լինում է մեր կյանքի մեջ, ես ինչն եմ սիրում մեր հովիվ Ռիկի կյանքում, որ նա անկեղծ է իր կյանքի տկարությունները խոսալու է դրանց մասին, օրինակ կվերցնի միկրոֆոնը կխոսա իր կյանքի մի հատ պարագա, որ տկարություն է ունեցել, նման բաներ սիրելներս, կան հովիվներ, չէ, որ մենակ իրանց զորավոր մասն ես տեսնում եւ ասում ես Տեր Աստված, կարող ես մարդիկ միշտ ջրի վրով քայլում են։ Եկեք մեզ սովորացրեք ոնց է դա, սիրելներս։ Փառք Հիսուսին, գիտեք, կյանքը այս ձև է, եթե այսօր մեկը ջրերի վրայով քայլում է, փառք Աստծո։ Բայց չէ որ մենք ընտանիք ենք, մենք համայնք ենք։ Եթե մեկը ասում է մարմնի մի մասը ասում է ցավ ազգում, մյուսն են այդ ցավը զգում, սիրելներս։ Եթե իրական մենք Աստծո հոգին ունենք մեր մեջ, մենք պետք է անկեղծանանք այդ մասն էլ, որ խոսանք, որ մենք ինչ ենք զգում մեկս մեկի համար։ Փառք Հիսուսին, սիրելներս։ Այսօր խոսում ենք այս հետաքրքիր պատմությունը, որ Աստված իջացրեց Եղիսեին դեպի Երիքով ու Հորդանան, ու Հորդանանի այն կողմը անցան, այնտեղ հիշեցրեց իր ուխտը, որ Իսրայելին ոնց էր օգնել, գետը բացել էր Հեսուի միջոցով, հրաշքներ էր արել, ու նույն ձևով Աստված Եղիսեի համար այդ գետը մեկ անգամ էլ բացեց, նա գետը անցնում է եւ գալիս է առաջի բանը, որտեղ քաղաք էլի Երիքով, սիրելներս։ Երիքով քաղաքում հետաքրքիր բան այսօր կատարվելու, ժողովուրդը ուղղակի մի խնդրանք ունի Եղիսեից, սիրելներս։ Ամենաառաջի հրաշքը, որ Եղիսեն իր ծառայության մեջ գործել է, դա եղել է Երիքով քաղաքը, սիրելներս։ Հարազատներ, գիտեք, հիշեք այն հրաշքը առաջի անգամ, որ Աստված ձեր կյանքում գործել է, ու երբեք մի մոռացեք դա։ Նույն Աստվածն է հրաշքներ գործող, անցյալում, որ նա արել է նույնը լելի կանի, սիրելներս, Փառք Հիսուսին։ Երիքովը աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է։ Նա ունի պատմաբաններ ասում են մոտ 10,000 տարվա պատմություն։ Մենք չգիտենք աշխարհը 10,000 տարի գոյություն ունի թե չէ, մոտորապես ասենք 10,000։ Ամենահին քաղաքներից մեկն է Երիքովը, ու սիրելներս, այս քաղաքը ամենացածրն է մակարդակով ընկնում, ծովի մակարդակով, Մեռյալ ծովը մոտ Երիքովից 6 մայլ հեռու է, կարանք ասենք մի 8-10 կիլոմետր։ Մեռյալ ծովը գիտենք, որ այդ ծովը, որ գնում ես 33% աղ է պարունակում իր մեջ, եթե եղել եք էլի էլի մելիք եղբայր ձեր մասին խոսանք, քանի որ դուք եք Իսրայել եղել, գնացել եք Մեռյալ ծով, հա։ Ինձ 33 էին ասել, ոնց որ կիսել լինի, չէ, ջուրս ես կիսելի նման, հետաքրքիր է։ Օվկիանոսում եթե լողացել եք, օվկիանոսի ջուրը իր մեջ պարունակում է 6% աղայնություն։ Դուք համեմատեք հիմա Մեռյալ ծովը ինչքան աղ է իր մեջ պարունակում, ու այդ ծովի մեջ կյանք չկա։ Մենք անցյալ անգամ խոսացինք, որ Հորդանան Աստվածաշնչում մի հետաքրքիր գետ է, գիտեք, մի գետն է Աստվածաշնչի մեջ, որ դուրս է գալի բոլոր ակունքներից, ջրերից, լցվում է Գալիլեայի ծովը։ Կենդանություն, պատկերացրեք Գալիլեայի ծովի մեջ ինչքան է, չէ, Հիսուսը խոսացել առակներ Գալիլեայի ծովի մասին։ Լցվում է Գալիլեա եւ Գալիլեայի ծովից դուրս է գալիս։ Անապատով գնում է ու գնում լցվում է որտեղ Մեռյալ ծովը։ Եվ ամբողջ այդ կենդանությունը ինչ այդ գետի մեջ կա մահանում է Մեռյալ ծովում, սիրելներս։ Հետաքրքիր գետ, որ խորհրդանշում է մեր կյանքը, խորհրդանշում է մարդու մարմնավոր կյանքը եւ հոգեվոր կյանքը։ Գիտեք, հոգեվոր մարդու մեջից Հիսուսը ասեց ինչ պետքա գա, գետեր պետքա բխեն, կենդանություններ, կյանք, պտղաբերություն պետքա լինի։ Տես այսօր սրա մասին է, այս քաղաքի մարդիկ մի բան են խնդրելու, մենք ուզում ենք մեր կյանքը լինի պտղաբեր, Եղիսեին, եւ այդ հրաշքն են խնդրում, սիրելներս, եւ հիմա կարդանք այս համարները, տեսնենք Աստված ինչ ասում այս համարների մեջ։ 4-րդ Թագավորաց 2-րդ գլուխ 19-ից 22 համար, թերթիկների վրա գրված այս համարները։ Եվ այն քաղաքի մարդիկն ասեցին Եղիսեին.
Ահա քաղաքից դիրքը լավ է, ինչպես որ Տերս տեսնում է, բայց ջուրը վատ է եւ երկիրը անպտուղ, սիրելներս։ Եվ նա ասաց. ինձ մի նոր կուժ բերեք եւ մեջը աղ դրեք եւ բերին նրա մոտ, եւ նա գնաց ջրերի աղբյուրի մոտ եւ աղ գցեց այնտեղ եւ ասաց. այսպես է ասում Տերը, ես բժշկեցի այս ջրերը։ Եկեք ասենք, կրկնենք. այսպես է ասում Տերը, ես բժշկեցի այդ ջրերը։ Հիմա ձեր մեջ հիշեք մի ջուր, որ բժշկվելու կարիք ունի, սիրելներս։ Հիմա ձեր մտքի մեջ պայեք, Փառք Հիսուսին։ Այսուհետև այդտեղից էլ այլևս մահ եւ անպտղություն չի լինի, եւ այն ջրերը բժշկվեցան մինչեւ այսօր Եղիսեի խոսքի ասած խոսքի պես, Փառք Հիսուսին, հալելույա։ Տիրոջ խոսքի մեջ կենթանություն կա, սիրելներս։ Նա կենթանի Աստված է, հալելույա։ Եվ հետաքրքիր ասում է մի նոր կուժ բերեք եւ այդ կուժի մեջ աղ լցրեք ու բերեք տվեք ինձ, սիրելներս։ Գիտեք, ամենաառաջի կետը ես կուզեմ, որ այսօր հիշենք, որ պտղաբեր լինելն Աստծո ցանկությունն է մարդկության համար։ Պտղաբեր լինելը, առողջ լինելը, դա Աստծո նպատակն է, որ մենք լինենք, սիրելներս։ Եվ հետաքրքիր ասում է, ահա այս քաղաքի դիրքը լավ է, ինչպես որ Տերս տեսնում է, բայց շատ վատ է ասում է նրա մեջի ջրերը։ Գիտեք, շատ ժամանակ մենք տեսնում ենք արտաքին տեսքը։ Այսպես է թե չէ, սիրելներս։ Մարդկանց արտաքին տեսն ենք տեսնում, ամեն ինչ լավ է երևում մարդկանց կյանքի մեջ։ Բայց ինչա կատարվում է ներքին աշխարհի ու ջրերի մեջ, սիրելներս։ Ինչա կատարվում է ներսին կյանքի մեջ։ Սամվելը պետք է օծեր Հեսիի տղաներից եւ 7-ի վրայով գնաց ասում է բոլորը տեսքով լավ էին, ամեն ինչ լավ էր երևում, բայց դեռ Դավիթին չէր ասել, սիրելներս։ Եվ ինչ ասեց Աստված, ասեց Սամվել դուք արտաքին տեսքին եք նայում, բայց ես սրտին եմ նայում։ Ես ուզում եմ մարդ իմ սրտի պես։ Սիրտ, որի մեջից որ կյանք է դուրս գալիս, սիրելներս, դա է Աստծո նպատակը, որ Աստված ուզում է, որ մենք լինենք պտղաբեր, որ մենք լինենք, սիրելներս։ Այո, մեր կյանքում դժվարություններ, խնդիրներ ա լինում, նման բաներ, բայց Աստված տալիս է մեզ միջոց բժշկվելու, ոնց որ հիմա տալու է այս քաղաքի մեջ, Երիքովում, սիրելներս։ Երկրորդ մնացորդած 7:14 հետաքրքիր համար է եւ ասում է եւ իմ ժողովուրդը, որի վրա իմ անունը դրված է, խոնարհվի եւ իմ երեսը փնտրի եւ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ ես երկնքից կլսեմ, կներեմ նրանց մեղքը եւ ինչ կանեմ։ Ռաֆա, Եհովա Ռաֆա, կբժշկեմ նրանց երկիրը։ Շատ ժամանակ աղոթում ենք Ռաֆա մեր մարմնի բժշկության համար, բայց մոռանում ենք, որ աղոթենք երկրի բժշկության համար, սիրելներս։ Ես այստեղ միտեղ ուղակի գրել եմ, որ հիշեմ, որ երկրի, քաղաքի, տան վիճակը կախված է նրա քաղաքացիների հոգևոր վիճակից։ Հավատում եք թե չէ, սիրելներս։ Օրինակ Երիքով քաղաքը, այդ Երիքովում ինչ որ կար, այդ պատասխանատվությունը այս մարդկանց վրա էր։ Տեսեք, նրանք եկան եւ ասեցին. Եղիսե, մենք գիտենք իր վիճակը։ Ամեն բան լավ է, տես ինչքան տեսքը տեղն է, ծառերը դնում ենք, տնկում ենք, հենց գալիս է, որ պետք է պտուղ տղը չորանում է։ Չենք կարում այդ պտուղը ճաշակենք։ Հասկանում եք, դրսի տեսքը լավ է երևում, բայց ուզում ենք ներքին բժշկություն։ Ուզում ենք, որ դու մեր անձերը բժշկես, ուզում ենք, որ դու մեր կյանքը բժշկես, ուզում ենք, որ մեր անցյալը բժշկես, սիրելի Աստվածս, հալելույա։ Ահա քաղաքից դիրքը լավ է, բայց այդ բայցը կարաք դուք լրացնեք, սիրելներս։ Ես կյանքում շատ բայցեր եմ ունենում, ինքս անկեղծ ասեմ։ Շատ բայցեր եմ ունենում իմ կյանքում, որ ուզում եմ Տերը այդ բայցս բժշկի, սիրելներս։ Ամեն բան լավ է, լինում է կյանքում, որ ֆինանսները լավ է լինում։ Ամեն ինչ որ արտաքին տեսնա, նյութականն է, այս բոլոր բաները ասում ես ամեն բան կա, բայց մի բան է պակասում, այդ բայցը, սիրելներս, որ աշխարհը չի կարա տա։ Աշխարհը չի կարա տա, Աստված մենակ կարա տա։ Ամեն մեկս ունենք այդ բայցը կարա լինի կինը, ամուսինը, երեխեն, ընտանիքը, այդ բայցը կարան շատ բաներ լինեն, սիրելներս։ Ու ինչն եմ սիրում, որ այս մարդիկ եկան ու ասացին, Եղիսե բայց։ Մենք գիտենք արտաքին տեսքը լավ է երևում, բայց մեր ներսը բժշկի, հալելույա, Փառք Հիսուսին։ Աստված ցանկանում է, որ իր ժողովուրդը պտղաբեր լինեն, սիրելներս։ Աստվածաշունչը նշում է 3 կարևոր ծառեր,
որոնք մեծ խորհրդանիշ ունեն եւ անգամ մարգարեական հղում Իսրայել ազգի մասին, սիրելիներս։ Ամեն անգամ, երբ որ այս 3 ծառերի մասին կարդում ենք, նշված է հետևյալը. Խաղողի վազը, օրինակ, նշում է Իսրայելի հոգևոր արտոնությունների մասին։ Դա այդ խորհրդանիշն է։ Ամեն անգամ Հիսուսը ասաց. Ես եմ խաղողի վազը եւ դուք պատվաստված եք իմ վրա։ Աստված կտրում է, էտում է այն մասերը, որ ճիշտ պտուղ չի տալի, սխալ բնավորություն է, եւ Աստված էտում է դա, եւ մենք Քրիստոսից ենք սնվում եւ աճում ենք եւ տարածվում ենք, սիրելիներս, ինչպես որ խաղողի վազը մի փոքրիկ ճյուղը դնում ես եւ նա տարածվում է պատերի վրա, այդպիսի հատկանիշ պետք է ունենա քրիստոնյան։ Եվ երկրորդը թզենին, Իսրայելի ազգային արտոնությունների խորհրդանիշն է։ Այսինքն, երբ որ ամեն անգամ Աստված խոսում է թզենու մասին, նա ուզում է խոսա Իսրայել ազգի հոգևոր մասին, սիրելիներս։ Խաղողի վազը նա նշում է քրիստոնյայի անհատական հոգևոր կյանքի մասին, իսկ թզենին որպես ազգ, սիրելիներս։ Նա իր առաջին գալստյան ժամանակ եկավ եւ երբ որ քայլում էր Երուսաղեմում, ասման նա տեսավ այդ թզենին եւ թզենուց ուզեց օգտվի պտուղ քաղի եւ թզենին ինչ էր, անպտուղ էր եւ ասաց անիծյալ լինես։ Եվ աշակերտները երբ որ ետ էին դառնում, տեսան որ թզենին ամբողջովին չորացել է, սիրելիներս։ Այսինքն Իսրայելի մեջ չորություն կա, դառնություն կա, սիրելիներս, որ պետք է այդ հողը արթնանա, այդ գետերը պետք է արթնանան եւ պտղաբեր պետք է լինեն, դա լինելու է Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ, երբ որ եկեղեցին երկրի վրայից վերցվի, եւ Ձիթենին խոսում է Իսրայելի կրոնական արտոնությունների մասին։ Ձիթենին մի ծառ, որ Պողոս առաքյալը նշում է Հռոմեացիների 11-ի մեջ, ասում է մենք Իսրայելի նկատմամբ պետք է անտարբեր չլինենք, որովհետև դեռ Աստված նպատակ ունի այդ ազգի համար։ Նա դեռ ծաղկելու է, սիրելիներս, շատ հետաքրքիր է այս 3 տարբեր ծառերի մասին, որ խոսում ենք։ Ես երբ որ Իսրայելում էի, Ձիթենանց պարտեզում կային ձիթենու ծառեր, որ 700-800 տարեկան էին, ամբողջովին գրեթե երևում էր չորացել են, անպտուղ են, բայց կողքից մի դալար շիղ էր տվել, սիրելիներս։ Եվ դա խորհրդանշում այո դեռ հույս կա Իսրայելի համար։ Եվ այսպես Հովանու 15:8-ի մեջ ասում է. իմ հայրն այն դեպքում կփառավորվի, երբ դուք շատ պտուղ տաք եւ իմ աշակերտները լինեք։ Ուրեմն երբ է հայրը փառավորվում, երբ որ մենք պտղաբեր ենք լինում, սիրելիներս։ Շատերը գիտեն հայրը փառավորվում է, որ շատ գործեր են անում Հիսուսի համար, ավելի շատ ծառայություններ են անում։ Մեզ բոլոր բաները լավ է, էլի հայրը փառավորվում է դրա միջոցով, բայց ամենամեծ ձևով հայրը փառավորվում է, երբ որ մարդիկ անկեղծ մեր կյանքի մեջ, մեր բնավորության մեջ Քրիստոս են տեսնում։ Ամենամեծ բանը դա է, սիրելիներս։ Եթե մենք խարակտերի մեծ խնդիրներ ունենանք, պատկերացնում եք, Հիսուսն էլ ասեց, չէ, մի աղբյուրից ոնց կարա 2 տեսակ ջուր գա։ Անհնարին բան է, սիրելիներս։ Ուրեմն Աստված մեր կյանքում փառավորվում է, երբ որ մենք պտղաբեր ենք լինում։ Եվ պտղաբեր լինելը ես հավատում եմ, որ սա մի օրվա process չի, որ ես ասեմ, ես պտղաբեր եղա ու պրծա։ Կյանքի ընթացք է սա։ Պտղաբեր լինելը սա ամբողջ մեր կյանքը, պատկերացրեք մենք մի խաղողի մի հատիկ վազ ենք տնկված ու մենք աճում ենք մինչև Քրիստոսի գալուստը։ Մինչև Տերը մեզ այս աշխարհից վերցնելը, սիրելիներս, մենք դեռ էլի պտուղ ենք տալու։ Մենք պտուղ ենք տալու մեր կյանքում, մեր քաղաքում, մեր համայնքում, Տիրոջ անունը փառավորվի։ 16 համարը շարունակում է Հովանու, ասում է դուք չէ որ ինձ ընտրել եք, այլ ես ձեզ ընտրեցի ու ձեզ կարգեցի, որպեսզի դուք գնաք եւ պտուղ բերեք, եւ տեսեք ինչ հետաքրքիր բան ասում։ Ու ձեր պտուղը մնա։ Ու ձեր պտուղը մնա, սիրելիներս։ Աստված ուզում է այդ պտուղը, որ սիստեմատիկ մեր կյանքում մնա, որպեսզի ինչ որ իմ անունով խնդրեք Հորից, տա ձեզ։ Այս համարը ինչքան է, չէ՞, դավանվում։ Ինչ որ Հիսուսի անունով խնդրեք կտա, դավանեք, ասեք Տեր Եզոր Աստվածը Հիսուսի անունով խնդրենք, բայց դրանից առաջ ինչ է ասում։ Դրանից առաջ ինչ է ասում, երբ որ այս քաղաքի մարդիկ բայց ոչ մեկ չի տեսնում քեզ, ոչ մեկ, դու ես ու Աստված, ու քո ներքին աշխարհը, այդ բայցը, ինչա կատարվում այդ բայցի մեջ, ինչա կատարվում այն տեղերը, որ համայնքից դուրս ես, քրիստոնյաներով շրջապատված ես, քույր եղբայրներով, ու միայն շրջապատի մեջ ես, այս աշխարհի մարդկանց հետ ես,
շրջապատված։ Այդ ժամանակ ինչա կատարվում։ Արդյոք պտուղը կա, սիրելիներս։ Շատ հետաքրքիր է, այստեղ կարանք այնքան դավանենք ու ասենք քո անունով դու ասացիր, քո անունով դու ասացիր։ Այո, սիրելիներս, Հիսուսի անունով, բայց Աստված ուզում է, որ մենք պտղաբեր լինենք։ Ամենամեծ հրաշքը քրիստոնյայի կյանքում պտղաբերությունն է։ Որ Աստված պտղաբեր մեզանի, որ Աստված էդի այն մասերը բնավորության հանի մեր կյանքից ու մեզ տա Աստվածայինը, մեզ տա Հիսուսինը, Հիսուսի բնավորությունը, Փառք Հիսուսին, սիրելիներս։ Ինչը կարա մեզ անպտղաբեր անի, սիրելիներս։ Ինչն է, որ խանգարում է, որ մարդը անպտղաբեր լինի։ Ասում եմ, բայց այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքը, ցանկությունները, ասում եմ, եկան ինչ արեցին։ Սերմը խեղտեցին եւ ասում եմ, այդ սերմը, որ ընկել էր հողի մեջ, որ պտուղ տա եւ նա եղավ անպտուղ, սիրելիներս։ Ուրեմն Աստված իր ցանկությունն է, որ իր զավակները այս կյանքի մեջ, որ մենք կամաց անպտղաբերությունից անցնենք դեպի պտղաբերության, սիրելիներս։ Ես հավատում եմ, որ այո, կյանքում դժվարություններ ենք ունենում, բայց երբ որ սիստեմատիկ մարդու կյանքի մեջ բնավորության խնդիր է լինում, դա արդեն պրոբլեմ է։ Սիստեմատիկ, երբ որ տենում ես այդ մարդու այդ բնավորության այդ կետը չի փոխվում, այդտեղ արդեն գալիս են երկրորդ կետին։ Անցյալի հիշողություններից բժշկվելն Աստծո ցանկությունն է մեզ համար, սիրելիներս։ Անցյալից մենք պետք է այդ հիշողություններից բժշկվենք, սիրելիներս։ Անցյալը կարա մեզ հետ պահի։ Անցյալի հիշողությունները, վատ հարաբերությունները, օրինակ ինչ էր կատարվում Երիքովում։ Որն էր պատճառը, որ այս քաղաքի ջրերը վատ ջրեր էին, դառը ջրեր էին, աղի ջրեր էին, ու այդ ջրերը բժշկվելու կարիք ունեին։ Երբ որ գնում ենք հին Հեսուի ժամանակ, Աստված ասաց այդ քաղաքը չկառուցեք։ Աստված էր ասեց չկառուցեք։ Երբ որ այն մարդը այդ քաղաքը կառուցի, անիծյալ լինի, սիրելիներս։ Բայց տեսնում եք ժողովուրդը գնում է, վերցնում է Երիքովը նորից կառուցում է, սիրելիներս, ու սկսում են կյանք ապրել։ Դա ցույց է տալի ինչ է, մեր հին գործերին պետք չի անդրադառնանք։ Հին կյանքին, հին մտածելակերպին, հին հարաբերություններին Աստված ասում է թողենք, անցնենք առաջ, սիրելիներս, որովհետև Աստված ինչ ուզում անի, որ պտղաբեր լինենք, հարազատներս, Աստված ուզում է, որ մենք առողջ մտածելակերպ ունենանք, Փառք Հիսուսին։ Անցյալի հիշողություններից բժշկվելն Աստծո ցանկությունն է մեր համար, սիրելիներս։ Ես հավատում եմ, որ մարդու կյանքի մեջ ամենաառաջի կետը, որ ներքին բժշկություն է նա ընդունում եւ իր կյանքի մեջ անգամ բժշկություն է ընդունում, ամենաառաջի կետը գիտակցելն է։ Ամենաառաջինը, որ մենք խնդիր ունենք։ Տեսեք 19 համարի մեջ ասում է եւ այն քաղաքի մարդիկ ասեցին Եղիսեին։ Ովքեր ասեցին։ Այն քաղաքի մարդիկ։ Երբ որ մարդը գիտակցում է, որ ինքը օգնության կարիք ունի, դա ամենաառաջի կետն է։ Մինչև մարդը չգիտակցի, որ ինքը օգնության կարիք ունի, ոչ մի բան չես կարող այդ մարդու կյանքի մեջ անել, սիրելիս, ոչ մի բան։ Անգամ իզուրա փորձելը, համոզելը, ամեն բան անելը։ Մենք ուրբաթ օրեր այստեղ Celebrate Recovery ծառայություն ունենք, որ մարդիկ ալկոհոլով, տարբեր ձևի այդ դեղերի տակ են եղել նման բաներ, ընտանիքը փորձել է, ստիպել է, որ գան այդ դասերին մասնակցեն։ 12 դաս է այդ դասերի վերջում, երբ որ անցնում են, հաղթություն են գտնում եւ աղոթների միջոցով ազատագրվում են իրենց անցյալից, սիրելիներս։ Եվ մի բանը, երբ որ գալիս են մարդիկ, նոր անդամները, սա ենք ասում. քեզ ով է ուղարկել։ Դու քո կամքով ես եկել։ Եթե դու քո կամքով եկել ես, ոնց որ այս քաղաքի մարդիկ եկան եւ ասացին, ես օգնության կարիք ունեմ, ուրեմն դու շատ ճիշտ տեղին ես եկել, շատ ճիշտ տեղն ես եկել։ Աստված քեզ կօգնի։ Ամենակարևոր կետը դա է, սիրելիներս։ Երբ որ ստիպես, ուզենաս, ասես դե լավ, դե մի հատ էս անեմ, այն կոնֆերանսին ուղարկեմ, այս լինկը ուղարկեմ, հեն անեմ։ Մեկը որ մարդը որ չուժենա, այդ ջրերը չեն բժշկվելու։ Այդ քաղաքի ջրերը չեն բժշկվելու, սիրելիներս։ Ինչքան էլ որ անենք, մարդու հանդիպումը պետք է լինի անհատական եւ իր ընտրությամբ։ Մարդը պետք է ընտրի։ Ես այդ ձև եմ հասկանում։
Ոնց որ մեր փրկությունն է։ Ինձով փրկեց։ Իմ ծնողները անգամ չգիտեին, որ ես գտել եմ մի պաշտամունքի վայր, որ ես գնում եմ, հավատում եմ, ընդունում եմ, Հիսուսին Տեր եւ Փրկիչ եմ ընդունել։ Ես իմ կամքով եմ, ես եկել եմ միտեղ եւ ասել եմ Տեր, խնդրում եմ, իմ ջրերը բժշկիր։ Դառնությունն ու աղիությունը իմ մեջից հանի Տեր Աստված։ Մաքրի, ուզում եմ քո քաղցրությունը իմ կյանքի մեջ դնես։ Հալելույա։ Փառք Հիսուսին սիրելիներս։ Եվ Աստված կանի։ Ամեն անգամ հետաքրքիր է, երբ որ կարդում ենք Աստծո խոսքը Ելից 15-ի մեջ, նման դեպք կատարվեց Իսրայելի հետ, երբ որ անապատում էին։ Նոր էին դուրս եկել Եգիպտոսից, հիշում եք, երբ որ Կարմիր ծովը ճեղքեցին անցան, 3 միլիոն մարդ, հիշում եք ոնց էին ուրախացել, կարդում ենք Աստծո խոսքը, ասում է Մովսեսը երգեց, Մարիամը փառը բանում էին, դա սովորական երգ չի եղել, սիրելիներս, գիտեք 3 միլիոն մարդ որ երգի ինչ կլինի։ Գալիս ենք միտեղ, որ մի քանի հոգով երգում ենք, իրար ձայն ենք լսում, մի քիչ բան ենք մեր մեջ զգում, պատկերացրեք 3 միլիոն մարդ իր աչքով տեսել է ծովը բացվում է, մեջով անցել են ու անցնելուց հետո երգում են։ Բա ինչ կատարվեց հաջորդ օրը։ Այդ քաղցրությունը ճաշակելուց հետո հաջորդ օրը մեկ է տենում ես դառը ջրերը եկան։ Եկել են միտեղ կանգնել են, ասում է Մովսեսն ինչ արեց, ասում է այնտեղի ջրերը այնքան դառն էին, մարդիկ չեն կարող սկսեցին գանգատվել, վայ, Աստված բերեց որ մենք ստե կոտորվենք։ Խի մեր մեզ ստե Մովսես։ Հիմա Մովսեսին ինչ են անում, որ արի հետ եթանք։ Հետ եթանք ոնց եթանք, ծովը նորից պետք է բացեմ, ես անգամ չի բացվելու։ Հետ գնալու ճանապարհ չկա։ Այն մյուս կողմել որ եթանք, Տիրոջ կամքը չի թշնամու բանակն է, կարող է կոտորվենք։ Սո մեր միակ ճանապարհը, մեր միակ բանը ինչ է, որ գանք Աստծուն ու խնդրենք, որ Աստված մեր ջրերը բժշկի, մեր դառնությունը մեր մեջից անի, անապատում մեզ այս վիճակից դուրս բերի, սիրելիներս։ Շատ անգամ են ասել, որ Աստված Իսրայելին Եգիպտոսից դուրս բերեց եւ անապատում Եգիպտոս իրանց մեջից հանեց, սիրելիներս, այո, չէ՞։ Եվ մա տեսեք կանգնում է Մովսես ասում է աղաղակեց Տիրոջը եւ Տերը նրան ասեց մի փայտ ցույց տվեց եւ ասեց Մովսեսին գցիր այն ջրի մեջ եւ ջուրը քաղցրահամ դարձավ հալելույա նա գցեց այդ փայտը այնտեղ եւ հետո Տերը ինչ է ասում որովհետեւ ես եմ Տերը քո բժիշկը հալելույա ես եմ Տերը I'm Jehovah Rapha Եհովա Ռաֆա ամենաառաջի տեղ Աստծո խոսքի մեջ որ գրված է Եհովա Ռաֆան այստեղ է սիրելիներս ամեն այս շաբաթ դավանենք Եհովա Ռաֆան իմ մարմնի բժշկության համար Եհովա Ռաֆան իմ երկրի բժշկության համար Եհովա Ռաֆան իմ ընտանիքի բժշկության համար սիրելիներս Փառք Հիսուսին որ Աստված ամեն դառնություն հանի մեր կյանքից ամեն վատ հարաբերությունները սիրելիներս այս թերթիկը տեսեք որ այստեղ սեղանի վրա դրված է սրա մասին մենք անցել էինք Կողոսացիների երկրորդ գլուխ 6-ից 7 համարների մեջ ասում է եւ արմատացեք Քրիստոսի մեջ արմատացեք եւ ինչն է խանգարում որ ծառը պտուղ չի տալի սիրելիներս տեսեք թերթիկի վրա ինչ սիրուն է գրված անգլերեն է գրված երբ որ ծառը անպտուղ լինելու արմատները որտեղից է գալի դառնության արմատները գալիս է մերժվածությունից բարկությունից աներողամտությունից, դառնությունից, աննազանդությունից, այս բոլորը արմատներն է գալիս, իսկ այս արմատները կոչվում է անցյալ, օրինակ կարա լինի անցյալում մի վատ հարաբերություն, վատ անձնավորություն չասեմ, մի անձնավորության, կներեք, մի անձնավորության հետ, ու մենք կարանք մնանք անցյալում այդեղ, մենք կյանքը շարունակվում է, դառնում ենք 40, 50, 60 տարեկան, Բայց դեռ մեր ներսի մարդը մնացել է անցյալում մի 20 տարի այնտեղ կանգնած այդ դառը ջրերի մոտ եւ դեռ մենք հիշում ենք այս վիճակը եւ Աստված ասում է որպեսի ունենանք պտղաբեր առողջ կյանք այս քաղաքի ժողովրդի նման ինչ պետք է անենք պետք է գանք Աստծուն եւ ասենք թե արմատախիլ արա մերժվածությունը բարկությունը աներողամտությունը սա կոչվում է ներքին բժշկություն սիրելիներս Ամենամեծ բժշկությունը իմ կյանքում իմ ներքին բժշկությունն է։ Հավատացեք, մարմնի բժշկությունից առավել եւս մեծ բան է դա։ Ես չգիտեմ սրա մասին խենք քիչ խոսում, սիրելիներս։
Հատկապես մեր հայկական եկեղեցիներում շեշտը դրված է միշտ մարմնի վրա։ Մարմինը դա Աստծո կամքն է եւ Աստված այո ուզում է որ մենք բժշկվենք։ Բա մեր ներսը, բա մեր միտքը։ Սիրելիներս, մարմինդ կարա 100% առողջ լինի, բայց գիշերը ամեն անգամ երբ որ գլուխը դնում ես բարձին, կարաս զգաս քարի վրա ես գլուխը դրել։ Չես կարում հանգստանաս։ Խաղաղություն ես ուզում։ Ի՞նչն է պատճառը։ Պատճառը անցյալն է, որ Աստված ուզում է իր զավակները 100% Երիքով անցած լինեն, սիրելիներս։ Անցնենք այդ Երիքովի շրջանը, Երիքովի դառնությունը ու գանք ասենք Տեր Աստված, փառք քեզ, որ դու մեզ բժշկում ես, փառք քեզ Հիսուս, հալելույա։ Տիրոջ անունը փառավորվի, սիրելիներս։ Մի շատ հետաքրքիր համար եմ կարդալու։ Այս համարը, սիրելիներս, մեզ երկրի վրայից տանելու է մինչև երկինք։ Հետաքրքիր է, չէ՞, շատ ժամանակ համարներ ենք կարդում Աստծո խոսքի մեջ։ Մի հատ կետ է դրված ու մեկ էլ տենում ես մի 1000 տարի անցավ, մի քանի 100 տարի անցավ։ Սա այն համարն է, որ կետ է դրված ու մեզ տանում է երկրից դեպի հավիտենություն, սիրելիներս։ Ու տեսեք ինչ հետաքրքիր համար ասում։ Ես կուզեմ անգամ այս համարը երեքշաբթի օրը կարդանք ու դավանենք ու աղոթենք, սիրելիներս։ Եզեկիել 47-րդ գլուխ 8-ից 12 համարները։ Բժշկված աղբյուրից, սիրելիներս, միայն առողջ ջուր է դուրս գալի, բժշկված կյանքից, առողջ գետեր են դուրս գալիս։ Եզեկիելը այսպես ասում, տեսնում է. «Եվ ինձ ասաց Աստված, այս ջրերը դուրս են գալիս դեպի արևելյան գավառը եւ իջնում են անապատը, եւ երբ մտնեն ծովը, պղտոր ջրերի ծովը, ջրերը կթարմանան»։ Ուրեմն նկարագրում է Հորդանանը, անապատով դուրս է գալիս եւ գալիս է լցնում է պղտոր ծովը եւ այդ ծովը, պղտոր ծովը կթարմանա։ Այո, լինում են մեր կյանքում, սիրելիներս, որ պղտոր վիճակներ է լինում։ Աշխարհը պղտոր է, աշխարհի մեջ լավ բան չկա։ Ես աշխարհից սպասումներ չունեմ, որ աշխարհը ինձ պետք է մի բան տա ու իմ մեջ թարմություն կգա, սիրելիներս։ Ամենալավ բանը, որ ստացանք, սիրելիներս, Բայդենի ուղարկած չեկերներ։ Դա էլ վերջացավ։ Ժամանակավոր ուրախանում ենք։ Օ, ինչ լավ է Տեր Աստված, չէ՞։ Մի քիչ զգում ենք բան, բայց ինչ եղավ։ Ծախսվում ենք ինչ որ աշխարհը տա։ Մեկ այլի դուրսը պղտորություն է, սիրելիներս, Փառք Հիսուսին։ Համար 9. Եվ ամեն կենդանի շունչ, որ շարժվում է նրանում, որտեղ այդ պղտոր ջրերի մեջ նրանում, այն բոլոր տեղերում, որ գնում է գետը, պիտի ապրի, հալելույա։ Ես այստեղ տեսնում եմ, որ մենք կենդանի այն ջրերը մեր մեջից է դուրս գալի։ Այդ գետերի, այդ աղբյուրը, այդ հոսման տեղը, որ դուրս է գալի, ակունքը մենք ենք, սիրելիներս։ Հիմա տեսեք, հիմա հետ եմ գնալու, կարդամ նորից Եղիսեն ինչ արեց։ Եվ հետո կապակցելու ենք այս համարը դրա հետ։ Եվ ասում է, եւ նա ասաց Եղիսեն, ինչ արեք։ Ինձ մի նոր գուժ բերեք։ Նոր գուժ բերեք։ 5 ուժերից լավ բան չի կարա դուրս գա, սիրելիներս։ Անգամ Հիսուս ասեց. 5 տիկերը ասեց, թողեք, նոր տիկերի մեջ նոր գինին լցրեք։ Նոր գինի, նոր գետերը դուրս են գալի, նոր մտածելակերպից, սիրելիներս, Փառք Հիսուսին, ասում են նոր կուժ բերեք եւ մեջը աղ դրեք եւ բերի նրա մոտ եւ նա գնաց ջուրերի աղբյուրի մոտ եւ աղը գցեց այնտեղ ակունքի մոտ, ոչ թե որ ուղակի գնաց աղբյուրի մոտ, նա գնացել է որտեղից որ դուրս է գալի այդ աղբյուրից եւ այդ աղբյուրը գնում է, հոսում է եւ գետն է լցվում, նա գնաց որտեղ աղը գցեց հիմքի վրա, անցյալի վրա, ակունքի վրա, որը տեղից ինչ դուրս գա, որ պղտորությունը փոխվի կյանքի, որ փոխվի սիրելիներս կյանքի, հալելույա։ Եվ ասма գնաց ասма որտե ամենայից այն տեղից որ միտքը դուրս էր գալի, ջուրը դուրս էր գալի։ Եվ ասաց, այսպես է ասում Տերը, ես բժշկեցի այս ջրերը, հալելույա։ Բայց դեռ հələ աղը չէր գցե ու հավատում էր, հալելույա։ Ես բժշկեցի իմ ընտանիքի անդամների, համայնքի համար, մտածում եմ, Տերը բժշկեց արդեն։ Տեր, ես հավատում եմ, որ ես որպես աղ ինձի օգտագործելու ես, ամեն։
Մենք ենք այս երկրի աղը, Տերը մեզ օգտագործելու է որպես բժշկություն ինչ որ միտեղ մի ակունքի համար, սիրելիներս։ Փառք Հիսուսին, ես բժշկեցի։ Այսուհետև այդտեղից այլևս մահ եւ անպտղություն դուրս չի գա։ Փառք Հիսուսին։ Հիմա հետ են գնում այս համարը, Եզեկիել 47:9։ Եվ ամեն կենդանի շունչ, որ շարժվում է նրանում, այն բոլոր տեղերում, որ գնում է գետը, պիտի ապրի։ Եվ ձուկը խիստ շատ պիտի լինի, որովհետև այս ջրերն այնտեղ են հոսում, որ նրանք պիտի թարմանան, եւ ամենքը պիտի կենթանանան, ուր էլ որ այն գետը գնա, հալելույա։ Գետը Սուրբ Հոգու շարժն է, իսկ Աստծո խոսքի մեջ ծովը ազգերն են, ժողովուրդներն են, սիրելիներս։ Գետը լցվում է համայնքի մեջ, տան մեջ, շրջապատի մեջ։ 10-րդ համարը։ Եվ նրա մոտ ձկնորսներ պիտի կանգնեն, հալելույա։ Ձկնորսներ, ով ենք մենք։ Աստված մեզ կանչեց, որ ինչ անենք, որ մարդ որսանք։ Ձկնորսներ պետք է կանգնեն։ Եվ ասում է, ուրկանները ասում է, փռելու տեղ պիտի լինի, նրա ձկները բազմատեսակ պիտի լինեն, ազգերը պիտի լինեն, ոչ թե ուղղակի մեկ ազգ, մեկ լինելու են բազմատեսակ, սիրելիներս։ Փառք Հիսուսին։ Հիշում եք, երբ որ Հիսուսը մեռելներից հարություն առավ, ինչ արեց։ Ասեց, ուրկանը որտեղ գցեք, աշակերտներ, գցեք ձեր աջ կողմը։ Եվ ասում է, քաշեցին եւ ինչ արին։ Բազմատեսակ ձկեր ձուկ հանեցին մեջից, սիրելիներս, որ խորհրդանշում էր ազգերը, ժողովուրդները, Փառք Հիսուսին։ Ասում է, եւ ասում է, ինչ կլինի, ասում է, ձկները բազմատեսակ պիտի լինեն մեծ ծովի ձկների պես եւ շատ խիստ։ Նրա տիղմերը եւ ճայիչները չեն թարմանալու։ Անցյալը տիղմ ու ճահիճ է, սիրելիներս, չպետք է թարմանա։ Անցյալի մտածելակերպը, աներողամտությունը, բարկությունը, մերժվածությունը, նման բաներ պիտի չթարմանան, սիրելիներս։ Եվ ասում է, աղի համար պիտի մնան, եւ գետի վրա նրա եզերքին այս կողմից եւ այն կողմից ամեն տեսակ պտղաբեր ծառեր պիտի բուսնեն, նրանց տերևը չի թառամելու եւ նրանց պտուղը չի հատնելու։ Ամեն ամիս նոր պտուղ պիտի տա, որովհետեւ նրա ջուրը սրբարանից է բխում։ Որտեղից սրբարանից է բխում։ Նրանց պտուղը ուտելու համար է, իսկ նրանց տերևները բժշկության համար, հալելույա։ Եվ հետաքրքիր ասում է, ամեն ամիս նոր պտուղ պիտի տա, որովհետև ասում է, նրա հոսքը գալիս է որտեղից, սրբարանից, երկնքից։ Սա այն գետն է, որ Հովանեսը տեսավ հայտնության մեջ։ Այն գետը, որ Պարտեզի մեջ դուրս էր գալի, այն ծառը, կյանքի ծառը։ Եվ երբ որ երկրպագություն ենք անում, պաշտում ենք Հիսուսին, մենք ընդամենը դա ենք անում։ Մեր սիրտը բացում ենք եւ երկնքից Աստծո սերը գետի նման հոսում է մեր մեջ։ Եվ հոսում է իր արյունը մեր անցյալի վրա։ Անցյալը, տիղմերը, ճայիչները լվանալով գնում է առաջ Տերը, հալելույա։ Եվ Տերը ասում է, ես ձեզ բժշկություն եմ տալի, Փառք Հիսուսին, սիրելիներս։ Կանգնենք ոտքի, հալելույա, աղոթք ենք անելու։ Երկերկոցի մեջ հետաքրքիր համար կա, Երկերկոց 4-րդ գլուխ 15-16 համարները, ասում է Պարտեզների աղբյուր, կենթանի ջրհոր եւ Լիբանանից հոսող վտակներ, զարթնիր հյուսիսային քամի եւ եկ ով հարավի քամի, փչիր իմ Պարտեզին, թող այն թարմություն բերի, հալելույա, Փառք Հիսուսին, Հայր։ Տեր, այսօր իմ միտքը, իմ անձը, դա իմ Պարտեզն է։ Տեր, ես խնդրում եմ, որ դու թարմություն բերես մեր կյանքի մեջ։ Տեր, ես խնդրում եմ, որ դու թարմություն բերես, Տեր, իմ անցյալը, Տեր Աստված։ Ես անհնարին է, որ չհիշեմ իմ անցյալը։ Իմ անցյալը, այո, կա։ Բայց ես աղաչում եմ, Տեր, որ դու բժշկես այդ անցյալը, այդ տիղմերն ու ճայիչները, Տեր, վատ հարաբերությունները, վատ հասկացողությունները, Տեր, բերես, Տեր Աստված, ուժ եւ կարողություն տաս, որպեսզի ներեմ եւ արձակեմ, Տեր Հիսուս Քրիստոս։ Տեր, ես ուզում եմ, որ այն գետը, որ ասում է, որ սրբարանից է բխում, երկնքից, եւ նա գալիս է եւ նա լցվում է մեր մեջ, հալելույա, եւ ասում է, այնտեղ ծառ կա եւ այն ծառը ամեն ամիս նոր պտուղ է տալի, Տեր։ Ես ուզում եմ ամեն ամիս նոր պտուղ տամ։ Ես ուզում եմ, որպեսզի աճեմ քո մեջ, Տեր Աստված։ Այո, որ աղոթում ենք եւ ասում ենք,
Ամեն բան հնարավոր է Հիսուսի անունով Տեր։ Բայց դու ասացիր, այո, նաև հնարավոր է, որ մենք պտղաբեր կարող ենք լինել Տեր Աստված։ Տեր, ես ուզում եմ այս շաբաթ Տեր, այս ամիսը լինի այն ամսվա ծառի ամիսը, որ սիստեմատիկ պտուղ եմ տալու քո մեջ Տեր Աստվածս, հալելույա։ Տեր Հիսուս Քրիստոս, խնդրում եմ օրհնես մեր միտքը, մեր կյանքը, մեր անցյալից Սուրբ Օգի օգնես, որպեսզի քայլ անենք, այդ Հորդանանը անցնենք Հորդանանը Տեր Աստվածս, անցնենք Երիքովը Տեր Աստված, այդ դառնությունը, դառը ջրերը, անցյալը Տեր Աստված, ճեղքելով եւ ասենք Տեր Աստված, ամեն բան հնարավոր է քո մեջ, պարգես։ Ամենամեծ վկայությունը, որ ոնց դու իմ կյանքը փոխեցիր, ինձ հայոյողիս, ինձ որ չի կշտանում դեղ խմելով, հալելույա Տեր, ոնց այդ դառը ջրերը իմ մեջից հանեցիր Տեր Աստված, ոնց իմ բնավորությունը փոխեցիր Տերս, հալելույա, ես շնորհակալ եմ Տեր Աստված, խնդրում եմ Տեր Հիսուս Քրիստոս մեզ որպես քո որդիները կենթանի գետեր անես Տեր, մեր քաղաքի համար, մեր քաղաքի մարդկանց համար, որպեսզի երբ որ մենք լինենք աղ մարդկանց կյանքի մեջ, տարբեր հարաբերությունների մեջ, աշխատանքի տեղը, տարբեր ժամանակաշրջանում դու մեզ օգնես, որպեսզի Տեր Աստված մենք ճիշտ խոսքը ասենք, ինչպես Աստծո խոսքն ասում, աղով համեմված, հալելույա, ճիշտ խոսքը ասենք Տեր Հիսուս Քրիստոսս, ճիշտ ժամանակին, ճիշտ բժշկություն լինենք մարդկանց կյանքի մեջ, հալելույա, ձեր խոսքը ասում է թող միշտ շնորհքով ինչպես աղով համեմված լինի, որպեսզի գիտենաք, թե ինչպես արժան է ձեզանից յուրաքանչյուրին պատասխանել Տեր, իմաստություն տուր Տեր, այն ճիշտ ժամանակին ասված խոսքը բժշկություն է լինում Տեր Աստված, եւ դա նման է Եղիսեային մի բուռ աղը, որ վերցրեց եւ լցրեց նոր տիկերի մեջ եւ ասեց տարեք այդ արմատի վրա լցրեք, այդ ակունքի վրա եւ Տերը բժշկություն կտա, հալելույա։ Փառք ես Տեր Հիսուս Քրիստոսս, խնդրում եմ Տեր, օրհնես մեր միտքը, մեր կյանքը, Հիսուսի անունով Տեր, քանդում ենք ամեն հարձակումներ մեր դեմ եկած, քանդում ենք Հիսուսի անունով, ամեն հարվածներ, ամեն սատանայի հարվածներ, կապում ենք դա Հիսուսի անունով, հալելույա։ Եվ վրճակում ենք քո փառավոր անունը մեր մեջ, Տեր Հիսուս Քրիստոսս, հալելույա։ Հայր, շնորհակալ ենք Ռազմիկի ու Մայրամի համար, Տեր Աստվածս։ Շնորհակալ եմ, որ դու իրանց օգնեցիր Տեր Աստվածս, այդ գետը բացեցիր իրանց առաջ, փառք ես Հիսուս, մենք մեր աչքերով տեսանք, հալելույա, դու ոնց Հորդանանը նորից բացեցիր, ոչ թե միայն Եղիսեի համար, այլ բացեցիր Ռազմիկի ու Մայրամի համար, հալելույա, դու նրանց Հորդանալով անցնել տվիր, Երիքովը անցնել ես տալի Տեր Աստված, հալելույա, եւ նրանք գնալով բարձրանում են դեպի Երուսաղեմ, քո ներկայության վայրը, քո պաշտամունքի վայրը, հալելույա։ Այո, Երիքովը աշխարհի ամենացածր մասն է գտնվում ծովի մակարդակով։ Եվ Աստված ուզում է այդ ցածր տեղերից բարձրանանք դեպի Երուսաղեմ Սիոնը, բարձր տեղերը, որտեղից ասում է այդ գետը դուրս է գալիս Սրբարանից, անապատով դուրս է գալի եւ բխում է եւ իջնում է ներքև, թարմություն է բերում, փառք ես Հիսուս, շնորհակալ ենք այդ թարմության համար այսօր Հիսուս, փառավորվես մեր սիրելի Հիսուսս, հալելույա, պաշտում ենք քեզ մեր հովիվ, երկրպագում ենք քեզ Տեր Հիսուս Քրիստոսս, հալելույա, եկեք ասենք, որ նա մեր հովիվն